Ողջույն։ Շարունակվում է ճանաչիր քո բնավորությունը հաղորդումների շարքը։ Առաջիկա րոպեների ընթացքում ձեզ հետ կլինի Անուշ Մկրտչյան։ Այսօր խոսելու ենք բնավորության հիպերթիմ և դիստիմ շեշտվածությունների մասին։ Հիպերթիմ անձած հատուկ է բարձր տրամադրությունը, որը համակցվում է գործելու ծարավով։ Նրանք շփվող են, ազատ, խոսակցության ընթացքում մի թեմայից արագորեն անցում են կատարում մյուսին։ Հիպերթիվ մարդիկ միշտ նայում են կյանքին դրական, առանց որևէ բարդությունների կարողանում են հաղթահարել տխրությունը և ապրում են շատ հեշտ։ Գործելու ուժեղ հակման շնորհիվ նրանք հասնում են ստեղծագործական հաջողությունների։ Գործելու ծարավը դրդում է նրանց տարբեր նախաձեռնությունների, անընդհատ մղում է նրանց նորի փնտրմանը։ Գլխավոր մտքից շեղումը ծնում է շատ անսպասելի ասոցիացիաներ, մտքեր, որոնք նույնպես նպաստում են ակտիվ ստեղծագործական մտածողությանը։ Հասարակության մեջ հիպերթիվ անձիկ համարվում են հիանալի զրուցակիցներ, անընդհատ գտնվում են ուշադրության կենտրոնում։ Նրանք ընդունակ են խոսելու և պատմելու առանց ավարտի, միայն թե իրենց լսեն։ Այսպիսի մարդիկ չեն կարող ձանձրացնել, նրանց հետ հետաքրքիր է։ Չնայած եթե տվյալ խառնվածքը դրսևորվում է շատ վառ, դրական ախտորոշումը իջնում է։ Չափազանց կենսուրախությունը, կենդանությունը իր մեջ կրում է վտանգ, քանի որ այսպիսի մարդիկ կատակելով անցնում են այն իրավիճակների կողքով, որոնց պետք է լուրջ ուշադրություն դարձնել։ Նրանց մոտ անընդհատ դիտվում է էթիկական նորմերի խառնաշփոթ։ Մարդը կարող է ամեն ինչ սկսել, բայց ոչինչ վերջին չհասցնել։ Հիմա անդրադառնանք դիստիմ շեշտվածության։ Դիստիմ բնավորության շեշտվածությունը կրում է հիպերթիվ շեշտվածությանը հակառակ բնորոշում։ Այս տիպի անձինք իրենց էությամբ լուրջ են և կենտրոնացած են ավելի քան կյանքի մութ, տխուր կողմերի վրա, քան ուրախ կողմերի վրա։ Օրինակ դեպքերը, որոնց նրանց խորը անհանգստացնում են, կարող են նրանց հասցնել լուրջ հոռետեսական տրամադրվածության, մինչև ռեակտիվ դեպրեսիայի վիճակի։ Հասարակության մեջ դիստիմ մարդիկ գրեթե չեն մասնակցում զրույցին, միայն հեռվից ժամանակ առ ժամանակ կարող են ինչ-որ մեկնաբանություններ անել։ Դիստիմ անձանց կենտրոնացվածությունը կյանքի մռայլ կողմերի վրա սովորաբար դրսևորվում է ամեն ինչում՝ և վարքում, և շփման մեջ, և կյանքի, մարդկանց և իրավիճակների ընտրման առանձնահատկությունների մեջ։ Այսօր այսքանը, կհանդիպենք բնավորության ևս մեկ տիպի բացահայտման ակնկալիքով և վերջում փոքրիկ հավելում։ Աշխատեք ձեզ վրա, հասկանալով ձեր իսկ բնավորության ամեն մի մանրուքը։ Առայժմ